Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Վաշինգտոն X-Minerում հրապարակված հոդվածում անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Նրա խոսքով Թրամփի նախաձեռնությամբ կողմերի միջև առաջընթաց է գրանցվել, իսկ Հայաստանի վարչապետ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահը ցուցաբերել են անհրաժեշտ քաղաքական կամք։ Ուիթքոֆը կարևորել է նաեւ TRIP հայեցակարգը Հայաստանի տարածքով անխոչնդոտ տրանսպորտային երթուղիների ստեղծման նախաձեռնությունը Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգմամբ։ Նրա գնահատմամբ այս գործընթացը կարող է նպաստել Հարավային Կովկասի անվտանգության եւ կայունության ամրապնդմանը։ Հապկում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին կայանալիք կազմակերպության գագաթնաժողովում։ Այս մասին հարցազրույցում ասել է Միխայել Գալուզինը։ Նրա խոսքով հապկ կանոնադրությունը միջազգային պայմանագիր է եւ պետք է բարեխղճորեն կատարվի բոլոր կողմերի, այդ թվում հապկ մարմինների գործունեության ֆինանսավորման հարցում յուրաքանչյուր անդամ պետության պարտականության կողմից։ Կազմակերպության անդամներից որևէ մեկին նկատմամբ սահմանափակող միջոցների հնարավոր կիրառմանը վերաբերող ցանկացած որոշում ամբողջությամբ պատկանում է Հավաքական անվտանգության խորհրդի իրավասությանը, որն իրավունք ունի նման որոշումներ ընդունել կազմակերպության կանոնադրության դրույթների հիման վրա։ Խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում նոյեմբերի 11-ին։ Երևանի հրաժարվելը կազմակերպության աշխատանքին մասնակցելուց եւ դրա բյուջեի մասին ամենամյա որոշումների չստորագրումը նշանակում է միայն իրեն պատկանող իրավունքի չօգտագործում, բայց չի դադարեցնում Հայաստանի պարտավորությունները ազգային վճարը ժամանակին փոխանցելու վերաբերյալ։ Հայաստանը ի գիտություն կընդունի ՀԱՊ գործընկերների կայացրած որոշումը եւ կհետեւի զարգացումներին։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սարգիս Խանդանյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստվում է փոխել մոտեցումը եւ ապասառեցնել ՀԱՊ անդամակցությունը, հաշվի առնելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայել Գալուզինի հայտարարությունը։ Հայաստանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, Հայաստանը այսպես հայտարարել է արդեն տարիներ, մի քանի տարի է սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ ըստ էության հետդարձի ճանապարհ մենք չենք տեսնում։ Մենք կհետևենք զարգացումներին, ինչպես դուք նշեցիք, հարցում կընդունենք ի գիտություն ՀԱՊԿ-ի մեր գործընկերների կողմից կայացված որոշման հետ կապված, ես չեմ կարծում, որ այստեղ մենք որևէ պատճառ կամ հանգամանք կա, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։ Գիտեք, որոնք են եղել խնդիրները, որի բերումով Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը եւ այդ խնդիրները ըստ էության չեն լուծվել։ Ազգային ժողովում շարունակում են մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քննարկումները, հերթում երկրորդ պետաիրավական հարցերի հանձնաժողովն է։ Այն նախագահելու համար իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջադրել է падգամավոր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը։ Հարց ու պատասխանի ընթացքում նորընտիր խորհրդարանում իրավիճակը լարվել է, երբ հանձնաժողովի նախագահի թեկնածուն ամենայն հայոց կաթողիկոսին Ավազանի անունով է կոչել։ Ընդդիմադիրներն էլ սկսել են դարձյալ սեղաններին հարվածել։ Ինչ վերաբերում է Հայաստանի նոր սահմանադրությանը, ապա Ջուլհակյանը վերահաստատել է նախագիծը կհանրայնացնեն տարեվերջին, դրա նախաբանում չի լինի հղում Հայաստանի անկախության հռչակագրին, ինչպես Բաքուն է պահանջում։ Մենք գրում ենք նոր սահմանադրություն, ոչ թե մենք վերցրել ենք սահմանադրությունը եւ մեջից ինչ որ բաներ ենք ջնջել, ինչ որ բաներ ավելացրել, այլ վերցրել ենք դատարկ թուղթ եւ վրան սկսել ենք գրել նոր սահմանադրության տեքստ։ Արդյոք այն նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում, իր մեջ պարունակում է հղում անկախության հռչակագրին, ոչ եւ չպետք է պարունակեր։ Առողջապահության նախարար Ավանեսյանը հայտնել է, որ սիրտ-անոթային հիվանդություններն ու քաղցկեղը Հայաստանում վաղաժամ մահվան հիմնական պատճառներից են, իսկ ծխախոտը կարևոր կանխարգելելի ռիսկի գործոն։ 2025-ին այս հիվանդություններից մինչև 65 տարեկան 3639 մարդ է մահացել, որոնցից 2462-ը տղամարդ։ Ավանեսյանը նշել է, որ այդ պատճառով է ընդունվել հանրային վայրերում ծխելու արգելքը։ Վեհափար Հայրապետի եւ 6 սրբազանների քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին տեղեկանում ենք դատալեքսից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ կաթողիկոսի եւ 6 եպիսկոպոսների գործով դատավոր Հակոբ Մանուկյանը առաջին նիստին ինքնաբացարք հայտնեց եւ հրաժարվեց գործը քննելուց։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից ծնված յուրաքանչյուր երեխայի համար միանվագ նպաստը կկազմի 500,000 դրամ։ Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի
նպաստը կարող է հասնել 69100 դրամի, իսկ երրորդ եւ հաջորդ երեխայի դեպքում ընտանիքը կստանա ամսական 50000 դրամ, մինչև երեխայի 6 տարին լրանալը։ Հիպոթեք ունեցող ընտանիքներին եւս նախատեսվում է աջակցություն մինչև 500,000 դրամ առաջին կամ երկրորդ, մինչև 2 միլիոն դրամ երրորդ կամ հաջորդ երեխայի ծննդյան դեպքում։ Կենտրոնական բանկը իրականացրել է էլեկտրոնային փողի թողարկման եւ օգտագործման կարգավորման փոփոխություններ։ Ըստ այդմ, էլեկտրոնային փողի օգտագործումը դառնում է ավելի արագ եւ պարզեցված հատկապես բանկային հաշիվներից կամ վճարային քարտերից չօգտվող անձանց համար։ Կատարած փոփոխություններով հանվել է էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվ բացելու համար բանկային հաշիվ կամ վճարային քարտ ունենալու պարտադիր պահանջը։ Միաժամանակ հնարավորություն է ստեղծվել էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվների դիցքավորումը ու մարումը իրականացնել ոչ միայն անկանխիկ, այլ նաև կանխիկ եղանակով։ 2026-ի հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 20383.6 տոննա միս։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների 2025 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 3.8%-ով։ Միևնույն ժամանակ երշիկեղենի արտադրությունը նվազել է 29.2%-ով եւ կազմել 4211.4 տոննա, իսկ մսի կիսաֆաբրիկատների արտադրությունը աճել է 4.1%-ով եւ կազմել 1204.3 տոննա։ 2027-ի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառությունը սահմանափակող նոր պահանջները։ Արգելվելու է առևտրի եւ հանրային սննդի ոլորտում պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների, ինչպես նաեւ մի շարք մեկանգամյա օգտագործման պլաստիկ եւ փրփրապլաստե արտադրատեսակների, տարաների, ափսեների, բաժակների, կափարիչների, գդալների, պատառաքաղների, դանակների եւ ձողիկների վաճառքն ու առկայությունը։ Օրենսդրությամբ սահմանված են նաեւ որոշ բացառություններ եւ վարչական պատասխանատվություն։ Տնտեսվարողներին հորդորվում է նախապես համապատասխանեցնել իրենց գործունեությունը նոր պահանջներին։ 2026 թվականի հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 24 միլիարդ հատ ծխախոտ, ինչը 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ 2.4%-ով աճել է։ Վերջին տարիներին ծխախոտի արտադրությունը կտրուկ աճել է։ 2025-ին այն հասել է 50 միլիարդ հատի, իսկ 2024-ին 36.9 միլիարդ հատի։ 2011-ի համեմատ, երբ արտադրվել է 3.4 միլիարդ հատ, արտադրության ծավալը ներկայում շուրջ 7 անգամ ավելի է։ Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունը 2025-ից 26 թվականների ընթացքում թեր հայտարարագրել է շուրջ 4.3 միլիարդ դրամի շրջանառություն։ Դրա հետևանքով պետական բյուջե չի վճարվել շուրջ 1.1 միլիարդ դրամի հարկային պարտավորություն։ Տվյալները համադրվել են ընկերության փաստացի գործունեության եւ ՊԵԿ հարկային բազայում առկա հաշվարկների հետ։ Ամերիկա-իսրայելական հարձակումների ժամանակ կրած վնասների դիմաց փոխհատուցում ստանալու Իրանի պահանջին ի պատասխան Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է, որ սպանված կամ ծանր վիրավորված մարդկանց համար Իրանից փոխհատուցում ստանալու հակընդդեմ պահանջի մասին, հիշեցնենք նախքան համաշխարհային մատակարարումների մասին առանցքային նեղուցի վերաբացումը, Իրանը Միացյալ Նահանգներից պահանջում է փոխհատուցման վճարում, պատժամիջոցների չեղարկում եւ ռազմական սպառնալիքների դադարեցում։ Դա հետաքրքիր գաղափար է, որովհետև այժմ ես նույն կերպ Իրանից փոխհատուցում եմ պահանջում բոլոր այն մարդկանց համար, որոնց նրանք սպանել եւ ծանր վիրավորել են իրենց ճանապարհամերձ ռումբերով եւ բազմաթիվ հակամարտություններով։ Իրանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Իսմայել Բաղային մեղադրել է Միացյալ Նահանգներին պատժամիջոցներից կախվածության համար։ Սա այլևս քաղաքականություն չէ, այլ սովորություն եւ ավելի վտանգավոր կախվածություն, որը փոխարինել է մտածելու ունակությանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարը պարծենում է, որ իրեն հաջողվել է խեղդել Իրանին տնտեսական պատժամիջոցներով։ Ցուցադրական պոռթկումներից զատ այս հայտարարությունը պատժամիջոցներից Ամերիկայի մոլուցքային կախվածության հստակ ապացույցն է։ Երբ Վաշինգտոնը չի կարողանում դիվանագիտություն իրականացնել, դիմում է պատժամիջոցների, իսկ երբ այդ պատժամիջոցները ձախողվում են, այն պարզապես մեծացնում է չափաբաժինը։ Իրանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Իսմայել Բաղային մեղադրել է Միացյալ Նահանգներին պատժամիջոցներից կախվածության համար։ Սա այլևս քաղաքականություն չէ, այլ սովորություն եւ ավելի վտանգավոր կախվածություն, որը փոխարինել է մտածելու ունակությանը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարը պարծենում է, որ իրեն հաջողվել է խեղդել Իրանին տնտեսական պատժամիջոցներով։ Ցուցադրական պոռթկումներից զատ այս հայտարարությունը պատժամիջոցներից Ամերիկայի մոլուցքային կախվածության հստակ ապացույցն է։ Երբ Վաշինգտոնը չի կարողանում դիվանագիտություն իրականացնել, դիմում է պատժամիջոցների, իսկ երբ այդ պատժամիջոցները ձախողվում են, այն պարզապես մեծացնում է չափաբաժինը։ Ռուսաստանի Վորոնեժի տարածաշրջանում ուկրաինական անօդաչուների գիշերային հարձակման հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ։ ԱԹՍ-ների հարձակման թիրախում են հայտնվել Վորոնեժի մարզում գտնվող Վայլբերիսի լոգիստիկ կենտրոնները։ 16000 քառակուսի մետր տարածք ընդգրկող օբյեկտներից մեկում հրդեհի տարածումը մեկուսացվել է, մյուսում, որը 20000 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Աշխատակիցները տարհանվել են, տուժած տնտեսվարողների թվում կան նաեւ հայեր։ Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում էլ ռուսական հարձակումների հետևանքով զոհվել է 5 եւ վիրավորվել 20 մարդ։ Առաջին անգամ Ռուսաստանը չի կարող կռվել առանց Հյուսիսային Կորեայից մատակարարումների, այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Սա Ռուսաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նրանք այլևս չունեն անվտանգ ռազմավարական թիկունք, եւ առաջին անգամ նրանք չեն կարող կռվել առանց Հյուսիսային Կորեայից մատակարարումների, գրել է Ուկրաինայի առաջնորդը Տելեգրամում։ Մենք ունենք Ռուսաստանում ներքին հարցումների տվյալներ, որոնք վկայում են, որ այնտեղ այն մարդկանց թիվը, ովքեր կցանկանային տեսնել պատերազմի ավարտը, արդեն աճում է։ Եվ սա պետք է լինի ավելի շոշափելի, որպեսզի Պուտինը եւ նրա վարչակազմը, նրա ԱԴՑ գործակալները եւ ագրեսոր պետության մյուս բոլոր անդամները հասկանան, որ խաղաղությունից բացի այլընտրանք չկա։ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը հերակակարգով դատապարտվել է մահվան։ Դամասկոսի դատարանը նրան մեղավոր է ճանաչել մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար։ Ասադից բացի դատապարտվել է նաև նրա մերձավոր ազգական Աթեֆ Նաջիբը, որը մինչև իշխանափոխությունը բարձր պաշտոն էր զբաղեցնում երկրի անվտանգության մարմիններում։ Ամերիկայում նավթի եւ բենզինի գների աճի պայմաններում հիբրիդային ավտոմեքենաների պահանջը զգալիորեն ավելացել է։ Հուլիսին դրանց վաճառքը աճել է 20%-ով, մինչդեռ Միացյալ Նահանգներում ավտոմեքենաների ընդհանուր վաճառքը նվազել է 1.5%-ով։ Աճից հիմնականում օգտվել են ճապոնական եւ հարավկորեական ավտոարտադրողները։ Փորձագետների կարծիքով սպառողներին գրավում է հիբրիդների վառելիքի ծախսը նվազեցնելու հնարավորությունը առանց ամբողջությամբ էլեկտրական մեքենայի անցնելու եւ վարելու սովորությունները էապես փոխելու։ Կոլումբիայում տեղի ունեցած զոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 132-ի, եւս 570-ը վիրավորվել է։ 32 քաղաքներում հայտարարվել է կարմիր տագնապի մակարդակ։ Նախնական տեղեկություններով երկրաշարժը վնասել է 1575 բնակելի շենք, որոնցից 61-ը ամբողջությամբ ավերվել է։ Մայրաքաղաքում արտարոց դեպք է եղել։ Հալաբյան 13 շենքի խաղաղ հրապարակում երկաթեթի տեղների տակ նորածին է հայտնաբերվել։ Ժամանել էր ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի գլխավորությամբ։ Հենա առաջինը դուք եք նկատե, օգնել եք, հետո շտաբօգնություն եք զանգե, չէ։ Հա։ Ես եմ ազանգել շտաբօգնություն։ Հա, շտաբօգնությունը օպերատիվ եկավ, չէ։ Ու մինչև ժամանային համայնքային ոստիկանները Երևանի շտաբօգնության բժիշկների թիվ 25 խումբը տեղում աղջնակին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել։ Էլի նման դեպք եղել էր ձեր պրակտիկայում։ Սա առաջի դեպքն է։ Առաջին դեպքն է։ Սա առաջի դեպքն է։ Բայց լավա շուտ եք հասել։ Շուտ հասել ենք, օգնություն է ցուցաբերել ենք, պորտալները կապել ենք, շնչուղիները ստուգել ենք, կենսական ցուցանիշները ստուգել ենք երեխայի, գտնվել է բավարար վիճակում, տեղափոխել ենք ծննդատ։ Տեղափոխել Երևանի վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ։ Հենց այստեղ է, որ բժիշկների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել փրկել նորածնի կյանքը, սակայն երեխան դեռ որոշ ժամանակ կմնա բժիշկների հսկողության տակ։ Քույրերը այն որ կենացմау պայքար են տանում երեխայի կյանքը փրկելու համար ու վստահ եմ, որ Աստծո զորությամբ բժիշկների միջամտությամբ երեխայի նորածին աղջնակի կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, համայնքային ոստիկաններն ու քննիչները պարզում են երեխայի մոր ինքնությունը։